Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր ես զրուցելու եմ լեզվաբան դերասանուհի Մերի Հակոբյանի հետ, ձեզ հետ Հայաստանի հաջորդ վարչապետ Կորյուն Սիմոնյանն է եւ երևի թե հաջորդ քաղբանտարկյալ Մերի Հակոբյանը, բայց մինչև մեր զրույցը սկսելը պետք է խնդրեմ բաժանորդագրվեք ալիքին, հավանեք տեսանյութը եւ գրեք մեկնաբանություններ։ Վերջին մի քանի օրերին Մերի Նիկոլ Փաշինյանը մի տեսակ նյարդային է, մի քանի բառ, օրինակ ռադդքաշի, համբալ, կտրելու եմ, կզսնելու եմ, եւ այսպես շարունակ, հա, Սատկացնելու եմ, սատկացնելու եմ, դատի եմ տալու, նստացնելու եմ, հա, նստացնելու։ հա, նստացնել։ Հիմա ինչ եք կարծում, սա եղանակային ազդեցություններ են, թե նրան ինչ որ բաներ են զեկուցում, գուցե հենց սա է նորմալ քարոզարշավը, որ պետք է լինի։ Սկսեմ այնտեղից, որ այսքան ժամանակ ես չեմ տեսել, որ ինքը քարոզարշավի ժամանակ իր ծրագրերը ներկայացնի, թե ինչ են անելու։ Քարոզարշավը նրա համար է, որ իրենք ներկայացնեն իրենց ծրագրերը, չէ՞։ Սա ենք անելու, սա ենք անելու, սա ենք անելու։ Նա ինչպես միշտ զբաղված է բամբասանքով, ընդդիմություն խաղալով, դեռ չի գիտակցում, որ ներկա իշխանությունն ինքն է եւ դեռ ընդդիմություն է այն 2000-ականներից սկսված մինչեւ հիմա ինքը ագրեսիվ ընդդիմություն է։ Կարծես ինքը չի իշխանության, ինքը եկել է նորից ինչ որ հեղափոխություն անելու, վաղ է մի փառքի փշրանքները փնտրելով եւ չգտնելով ընկնում է ցնցումների մեջ, քանի որ գիտակցում է, որ հողը ոտքերի տակից երևի արդեն գնում է, ամեն վարքյան, ամեն օր, ամեն ժամ հանդիպում է մարդկանց, ովքեր ասում են երեսին ճշմարտությունը եւ ասում են առանց հարգանքի, առանց մտածելու, որ նա պետության ղեկավար է, այստեղ ես մեջբերում անեմ ու համեմատեմ նախորդ նախագահների հետ, որ ինչքան էլ չսիրեն, ատեն, զզվեն, ամեն դեպքում երբեք չի եղել նման խոսույթ ղեկավարի հանդեպ, այսպես կանգնեն դեմ դիմաց եւ ամենավերջին բառերով, թեկուս մեր ընտրողները այդպիսի բաներ ասեն։ Դա նշանակում է, որ նա իր տեղում չէ, ինքն իրեն երբեք վարչապետի պես չի պահել, որ հարգանք ու ակնածանք առաջացնի իր անձի հանդեպ։ Հետևաբար ընկնում է ցնցումների մեջ եւ դրա գլխավոր պատճառն այն է, որ նա այդ իր սուտը մերկացնողների հետ է հանդիպում ու հենց դա է գլխավոր պատճառը։ Ինքը գիտի, որ ինքը սուտ է խոսել եւ այդ սուտը իր երեսին ասում են, մերկացնում են, իսկ իր կոնտինգենտը դա լսում է ու հանկարծ կարող է մտափոխվել դրանից։ Եվ երկրորդ ամենակարևոր գործոնը ամեն անգամ հիշեցնում են իր մեղքի մասին։ Այդ մարդիկ երբ որ ասում են ինչքան էլ ասենք հգիր է, ինքը հստակ իր մեջ գիտի, որ 100%-անոց մեղավոր է այս ամեն ինչի, քաոսի ինքն է։ Եվ մարդիկ կան, որ գիտակցում են, չէ, որ Սյունիքի հարց գոյություն ունի եւ որ ամեն ինչ ինքը տապալել է, ինչքան էլ հայտարի խաղաղություն է, մարդիկ կան, որ գիտակցում է դա խաղաղություն չի լինելու, ստրկություն է լինելու եւ այլն, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ կան եւ ցնցումների մեջ հանգնում նրանից, որ վայ ոչ բոլորն են փաստորեն հավատացել, հա, ոչ բոլորն են այս կտերը կերել ու հանկարծ մարդիկ դուրս են գալիս իմ առաջ ու ասում են, որ սա սուտ է ու գիտակցում են, որ այդ ամեն ինչը այդպես չի, ինչպես ինքն է ասում, եւ որոշակի հատվածը ինքը ասում է վերլուծելու ունակությունից զուրկ, նաեւ ինքը դրանց էլ գիտի լավ ում է խափում։ Այն կանանց զրո մակարդակում մոլորված մեռնեմ ջանին, մորդ գերեզմանին, չգիտեմ ինչիդ եւ այլն։ Այդ բախումների մեջ նա դեմ հանդիման կանգնում է եւ ինքն իր առաջ մերկացած էլ չի խաղում, ինքն իրենից ավել էլ չի կարողանում երևա, իրական դեմքով է արդեն հանդես գալիս, որովհետեւ առանձնապես չի փայլում հավասարակշռությամբ, որ գոնե այդ պահին էլ խաղա ինքն իրենից ավել կամ լուրջ երևա։ Ցնցումների պատճառը դա է։
եւ այո, ամեն անգամ հանդիպելով արցախցու կամ արժանապատիվ հայի, նա ընկնում է այդ ագրեսիայի մեջ, ինչքան էլ փորձի զսպել, բայց չի ստացվում։ Վախն է, գլխավոր պատճառը վախն է, ու այդ արտահայտություններն էլ դե իրեն բնորոշ, իրեն հարիր արտահայտություններ են, դրանից ավել ինքը չի կարող իրեն պահել, եւ այդտեղ արդեն ղեկավարի վարչապետ անգամ սովորական շարքային միջին վիճակագրական տղամարդու պես չի պահում իրեն, ինչ մնաց ղեկավարի պես պահի։ Դրանից էլ գալիս են այդ ստորաքարշ արտահայտությունները, որ ունենում է ժողովրդի հետ։ Բայց Նիկոլ Փաշինյանը օրինակ ասում է, ես ձեր հետ շփվում եմ այնպես, ինչպես դուք եք իմ հետ շփվում, եւ դուք իրավունք չունեք վարչապետի հետ այդպես խոսելու։ Ճիշտ չի ասում Նիկոլ Փաշինյանը։ Շատ ճիշտ է ասում, բայց արդյոք մենք այնտեղ տեսնում ենք վարչապետ։ Ինքն էլ դեռ չի հավատում, այս 8 տարվա մեջ այդ անձը այդպես էլ չկարողացավ հավատալ, որ ինքը վարչապետ է, որովհետև անընդհատ ինքը իրեն երրորդ դեմքով ասում է վարչապետի հետ այդպես է խոսում, վարչապետի, իսկ դա նշանակում է, որ դեռ չի կարողանում հավատալ եւ ինքն ասում է, որ չմոռանա, որ այն որ ասում են շուշուտ ասա չմոռանաս, ինքը շուշուտ ասում է, որ չմոռանա եւ նաեւ հավատացնի դիմացիներին։ Ես շատ դաստիարակված աղջիկ եմ, նրբակրթություն, խնդրեմ, մեծամտություն չթվա, բայց ունեմ այնպիսի դաստիարակություն, որ ինձանից մեծին, ինձանից պաշտոնով բարձրի հետ ես շատ նորմալ կվերաբերվեմ, նույնիսկ իմ նրբակրթության համար ես շատ ուժել եմ իմ կյանքում, ես հիմա առաջին անգամը, որ տեսանյութերում եմ անցնում ինքս ինձ, այդ բառամթերքը օգտագործելով իր հանդեպ, ես այդպես չէի անի, շատ հարգանքով կվերաբերվեի, ես ասելով ինձ նման մարդիկ նաև այդ փողոցում հանդիպում են իրեն, եթե դիմացս տեսնեի մի վարչապետի, ով իրեն իսկապես պահում է վարչապետի պես, եթե դա լիներ, իհարկե մարդիկ իրավունք չունեն խոսելու, բայց դա ունի պատճառ, չէ։ Դե հիմա որ օրինակ որ ասում է Սարգիս Կարապետյանի սեռական օրգանները կկտրեմ, դա վարչապետին բնորոշ չէ։ Ճիշտ ասած, այդ արտահայտությունը չէի լսել ու էլի ասում է եկել են բանը հայ ժողովրդին սեքսի դասեր են տալիս, կտրելու եմ։ Նախ ասում է այն ինչը երբեք չի կարող անել, ասում է այն ինչը կերազեր անել, բայց չի կարող, ասում է, քանի որ իշխանություն ունի մի վախկոտ քուչի ստահակ, որ երբեք չէր կարող ասել նորմալ տղաներին կանգնել դեմ հանդիման, հիմա ունի իշխանություն, այլ ստրուկը, երբ որ իշխանության է գալիս, պատմության մեջ էլ է այդպես համաշխարհային, այդպես է լինում։ Ունի լծակներ իշխանական, թիկնապահները, անլվա թիկնապահները կողքին են, այն թիկնապահները, ովքեր իր ձեռքը չեն բռնում կնոջ թևը բռնելիս, քիչ էր մնում խփի։ Հազիվ է զսպել, ինձ անդադ ես սա մտածում եմ, սա խփելու է, բայց այդ կինը, որ թևն էսպես է անում, հրում է, միանգամից այդ անլվա թիկնապահը, նրանք էլ երևի իր նման տղամարդ չեն, կնոջ վրա ձեռք են բարձրացնում, միանգամից կոպիտ ձևով հրում են։ Բայց փաստորեն այդ կանայք անգամ իրենցից ուժեղ են, խիզախ են, որ այդ ամեն ինչի մեջ չեն վախենում ու պատասխանում են նրան։ Դա վարչապետի խոսույթ չէ, դա քուչի վախկոտ, ինչ-որ տղամարդ էլ չասեմ, ինչ-որ ղզիկի խոսույթ է, ով այն լավ տղաներին հարգված բերել է, այդպիսի մի բան եմ պատկերացնում, ուրիշ տղաների դեմ ու այդպես ինքը մեր բակում կար, չէ, կադր ասում, պինդ պահեք ու բռնեք, թող խփեմ։ Հիմա ինքը այդ կարգավիճակում է։ Քիչ առաջ ասեց, որ ազգային անվտանգության ծառայությանը հրահանգ է տվել, որպեսզի քննչական կոմիտեին հաղորդում ներկայացնեն Անդրանիկ Թևանյանի դեմ, որ նա հայրենիքի դավաճան է։
Այսպես հետաքրքիր է էլի, երբ որ տեխնացուներին քիչ ձերբակալես, վերջում կհաղթես, մարդ չի մնա։ Դե կրկին վախից է գալիս, նորություն չի։ Նա այդ հատկանիշները վերագրում է ընդդիմությանը, որը ինքն ունի, որը ինքն իր մեջ գիտի, որ ինքն է։ Դավաճանել է ինքը, հանձնողնել է ինքը, այդ իրեն պետք է ասել, պիտի սատկացնենք, էսանենք, այնանենք ու ինքը նրանց է ասում։ Եվ ինչի է օրենքը միայն իր դեմ, իր համար աշխատում։ Ինչու։ Ինքը ամենավերջին սպառնալիքներն է բարձրաձայնում, բռնության խոսքը, հանցագործ բառապաշար է գործածում, բայց երբ որ ինչ որ մեկը այնտեղից շատ նուրբ մի բան է ասում կամ ասում է ընդհանրապես սունկ է կերել, ինքը ուզում է դատական գործ հարուցել։ Իրեն հարիր այդ այն հին ժամանակներից եկած դեղին մամուլին բնորոշ մի ստահակի փողով գրողի նման է պահում ախր, դա վարչապետի պահված ինքը 8 տարվա մեջ այդպես էլ չսովորեց տարրական դիվանագիտական քայլեր, որ ինքը իրեն պահի, վերահսկի ու ասում է ժողովուրդը դա է ուզում, որ ժողովուրդը, ես ուզում եմ իմանալ, որ այն իր նման վատ մանկություն տեսած, նախանց, կյանքից չբավարարված, հոգով, մտքով եւ գրպանով աղքատ կոնտինգենտը ու այս կոնտինգենտը չի հասկանում, որ իրանց էլ է ծաղրում։ Կանգնում ասում է աղքատությունը, որ կա, այդ ձեր կրթության պակասից է։ Դե կներեք, հա, դու որտեղ էիր ապրում։ Միանգամից հարստացավ ու այսպիսի խոսույթ է հանդես բերում։ Առիթից օգտվելով նաև մի քիչ առաջ այս մասին էի խոսում, ուզում եմ հիմա առիթից օգտվելով նաև այս մասին խոսել։ Իդեպ կներես մի հատ բան ընդ գյուղացիներին ասում է դուք աղքատ եք, որովհետև կրթություն չունեք։ Սամվել Կարապետյանն ելով միլիարդատեր է, նրան էլ ասում դու կրթություն չունես։ Այսինքն հիմա կրթություն չունեցողը հարուստ է, թե աղքատ է, չհասկացանք դա։ Մանր վրեժ խնդիր է ինքը, ամբողջ կյանքում նախանձելով ինքը եւ իր կոնտինգենտը ունևոր մարդկանց ու այդ որ ասում է բոմժ կսարքեմ, այդ ամեն ինչը ախր ինքն է վախենում իրենից։ Հոգեբանորը եթե նրա խոսույթը վեր լուծենք, ինքն է վախենում բոմժ դառնալուց, կրկին գնալով այն կյանքը ունենալուց, նախանձելուց ու հիմա ինքը դրանց համոզել է իր ընտրողներին, այս անուղեղներին, ես էլ հարգալից չեմ կարող խոսել իրենց մասին, այն ամեն ինչը որ տեսնում եմ, թե ոնց են ցավացող մոր ձայնը խլացնում, թե ոնց են Արցախցուն կամ արժանապատիվ հային քննարկում, էլ հարգանք չի մնում դրանց հանդեպ։ Անկախ նրանից ես գիտակցում եմ, որ չեն հասկանում, չգիտեմ ինչ չեն անում։ Դրանց էլ համոզել է, որ գիտեք դուք որ տենց անհաջողակ եք, տրավմաներ եք ունեցել եւ այլն, դրա ամբողջ մեղավորը ընդդիմություն է, այ որ իրենք չլինեին, դուք հաստատ հարուստ էիք լինելու։ Այս միամիտներն էլ հավատացել են, այս նեղմիտ, նեղսիրտ փոքրոքիները հավատացել են եւ այդ թեզով գնում են ինքն էլ նույնն է, այդ հայելային էֆեկտն է, իրենք բոլորը նույնն են։ Ինչ է, ասեք։ Չէ, շարունակեք։ Չէ, թեման մի քիչ շեղեմ, առիթից օգտվելով ասեմ, որ ես գիտեմ, որ 40 օր առաջվանից ընտրություններից առաջ միջազգային դիտորդները սկսում են հետևել, ուսումնասիրել ամբողջ քարոզարշավը, արձանագրել, ներկա են լինում բոլոր տեխնատուների քարոզարշավներին եւ խախտումներ են այնտեղ արձանագրում։ Խախտումների մեջ այնտեղ կա անգլերենով hate speech, ատելության խոսք եւ promoting violence, բռնության խոսույթ։ Խոսույթ, այո։ Այդ ամեն ինչը ես չեմ հասկանում, չեն տեսնում կամ եթե արձանագրեցին, ապա դրա հետևանքը ի՞նչն է լինելու։ Միթե որևէ պատիժ չի լինելու։ Միթե ինչ որ նկատողություն չի լինելու, որ այս ինչ ես անում եւ միանգամից պետք է այդ քարոզարշավը ընդհատեն կամ շատ խիստ նկատողություն ստանա, որը ես չեմ տեսնում։ Այսինքն միջազգային դիտորդները ձևական բնույթ են կրում։ Դե Նիկոլ Փաշինյանն ասում օրինակ այդ կինը, որ մոտեցել էր իրեն, դրանից հետո ասեց շնորհակալ եղի, որ զուգարանում գլուխը չեն զղկում։ Բառացի մեջ բերում էր։
նորից եմ ասում, ինքն իր մեղքը շատ լավ է գիտակցում։ 2018-ից ինչ եկել է, այդպիսի օր չկա, որ մի դժբախտություն չլինի այս երկրում։ Հետո արդեն գանք 2020-ին, որ ամբողջ մեղքը իր վրա է, հիմա էլ հենց ասում են 5000, ու չի ասում չեմ արել, ասում է որտեղից գիտես այդ թիվը, այ աբսուրդի ժանր։ Ասենք 5000 չի, 3800 է, դա ինչ է փոխում, ձով չի եղել, այսինքն եղել է այդ ամեն ինչը ինքը լավ գիտի, որ իր այստեղն է դրված, ու դրանից շեղելու համար ինչն է փրկում էժանագին բամբասանքը, մի դեպք վերցնեմ, օրինակ բերեմ նախորդներից այդ պատահաբար եղած մի դեպք, ասեմ, որ ինքը արել է, որ շեղվի նրա վրա այս 5000 Արցախ, չգիտեմ, սահմաններ իր վրայից գնա։ Բա ես էլ ասում եմ, ինչ եղավ այն պաստառփոկող անձը, ինչ եղավ հղի կնոջ հետ, բայց որ նախորդների օրոք եղած լինեին, հաստատ մատի փաթաթան էր լինելու ու ամբողջ օրը դա քննարկվեր։ Իր վրայից գցելու այդ թեզերն են, բայց ինքը շատ լավ է գիտակցում, իր կոնտինգենտը չի գիտակցում։ Ու Նիկոլ Փաշինյանի հետ փաստորեն բանավեճի մեջ բռնկվել է, համարվում է խուլիգանություն, որտեվ Արթուր Օսիպյանին խուլիգանության հանցակազմով ձերբակալեցին։ Նա քայլող սադրանք է, ասեմ, եւ ամենաշատ վախի մթնոլորտ է ուզում ստեղծել, ինքը որ վախկոտ է իր աշինով է չափում, որ հեսա մի հատ բան կանեմ, սրանք կբռնեմ, նրանք կբռնեմ, ես կանեմ, են կանեմ, բոլորը կվախենան։ Չի գիտակցում, որ մարդիկ կան, որ չեն վախենում, որովհետև հիմա որ հասական պահ է, սովորական ընտրություններ չեն, եւ դա մենք շատ լավ գիտակցում ենք։ Հետևենք պրոցեսներին, կարծես թե քարոզարշավը գնալով ավելի սրանում է, ավելի այսպես ագրեսիվ բնույթ է ստանում, հա, ագրեսիվ բնույթ է ստանում, երևի շուտով սեռական բնույթի հայհոյանքներին էլ կհասնենք, չնայած Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի անգամ այդպիսի բաներ արել է, երբ որ ասում էր կբռնենք, կշինենք եւ այլն եւ այլն։ Հետևենք, ինձ թվում է դեռ քննարկելու առիթ կունենանք։ Շնորհակալ եմ շատ այս զրույցի համար։